1 միլիարդից ավելի կաթոլիկների 80-ամյա առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի երկրորդ օրը սկսվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ։ Պապին ուղեկցում էին Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Հռոմի Պապը ծաղկեպսակ դրեց հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ, որից հետո Գարեգին Բ-ի հետ միասին բարեխոսական աղոթք հնչեցրեց իր հիշատակ հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի։ Հիշեցնենք 2015 թվականի ապրիլի 23-ին հայ առաքելական եկեղեցին սրբադասել էր Մեծ Եղեռնի 1.5 միլիոն նահատակներին եւ այսօր երկու հոգեվոր առաջնորդները խնդրեցին բյուրավոր նահատակների բարեխոսությունը երկու եկեղեցիների համար։ Perdonaci, espia e rimetti i nostri peccati, rendici degni di glorificarti con sentimenti di grazie, insieme al Padre e allo Spirito Santo, ora e sempre nei secoli dei secoli. Ortnial der mer Jesus Christos, Amen. Բավական շատ է խոսվում այն մասին, որ Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդ բաց մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։ Հիշեցնենք անցյալ տարի Վատիկանում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Պապն օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը, ինչը Թուրքիա-Վատիկան հարաբերություններում ճգնաժամի պատճառ էր դարձել։ Այս այցի ընթացքում եւս Պապը շեղվելով իր ելույթի նախնական տարբերակից 1915 թվականի դեպքերը ողբերգություն կոչելու փոխարեն օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը։ Բարեխոսական աղոթքից հետո Հռոմի Պապը շրջեց հուշահամալիրով, ջրեց իր անունից տնկված ծառը, որի տակ գրված էր «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան», որից հետո Պապը գրառում կատարեց Ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Բացի այդ, Ծիծեռնակաբերդում Ֆրանցիսկոս Պապը հանդիպեց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգների, որոնց նախնիները ցեղասպանությունից մազապուրծ լինելով այն ժամանակ օթևան են գտել պապական ամառանոցում։